Սիրելի երևանցիներ, մենք գտնվում ենք կինո Մոսկվայի ամառային դահլիճում եւ ուզում եմ ձեզ հետ կիսվել մի շատ լավ լուրով։ Տնօրինության հետ մեր պայմանավորվածության համաձայն Երևանի կինո Մոսկվայի ամառային դահլիճը ամբողջապես վերականգնվում է իր նախնական տրամաբանությամբ։ Իրականում շատ երևանցիներ ունեն շատ ջերմ հուշեր կապված այս հատվածի հետ։ Եվ եթե հիշում եք, այս պայդրությամբ իրավիճակը ոչ այնքան բարվոք է, մասնավորապես Թումանյանի հատվածից, այդտեղ կան տարատեսակ շինություններ փոքրիկ, որոնք որ ամբողջապես պետք է վերանան։ Հուշարձանի վերականգնման նախագիծը իրականացնելու է Սպարտակ Կնտերցյանի որդին Աղասիկ Կնտերցյանը։ Պարոն Կնտերցյան, խնդրում եմ շատ հակիրճ պատմենք, ինչ է տեղի ունենալու այստեղ։ Վերջին 3 տարին մենք աշխատում ենք նախագծի վերականգնման վրա եւ 2026 թվականից մենք կմեկնարկենք նաեւ աշխատանքային գծագրերի սկիզբը։ Դա չի նշանակում, որ մենք ուղղակիորեն իրականացնելու ենք հենց նույնական այն նախագիծը, որ 1980-ականներին էր արվել։ Մոսկվա կինոթատրոնի ամառային դահլիճը բացի վերականգնումից պետք է նաեւ արդիականացվի ցանկացած արդիականացման էլեմենտ, ինչպիսին էլ նա լինի, չպիտի խախտի ճարտարապետական տեսքը։ Դա հիմնական նպատակներից է։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն անձանց, ովքեր որ ներգրավված են եղել այս նախագծի համաձայնեցման շրջանակներում եւ մասնավորապես Կինո Մոսկվայի տնօրինությանը, ճարտարապետին եւ մեր բոլոր գործընկերներին, ովքեր որ միասին իրար հետ աշխատել են, որպեսզի մենք գանք եւ հասնենք այս կարևոր կետին։